վայ չուդողին, մի հատ նայեք ինչ ջեռոցի կարկանդակներ եմ թխել ու շատ համեղ է ստացվել, ես արդեն փորձել եմ, մի հատ էլ էսպես փորձեմ, ձեր հետ միասին, կարտոֆիլով, իհարկե ինչ միջուկ ուզեք կարող եք անել։ Շատ համեղ է, գնացինք պատրաստելու։ Խմորի համար կոլկատին ավելացնում ենք հավկիճ, շաքարավազ, խմորիչ աղ, խառնում ենք, ավելացնում ենք այլուրը, հունցում ենք, ավելացնում ենք բուսայուղը, մի քանի րոպե հունցում ենք և թողնում ենք, որպեսզի հասունանա։ Խաշած կարտոֆիլը ճզմում ենք, ավելացնում ենք աղ, սև և կարմիր պղպեղներ, սոխարած, խառնում ենք, ավելացնում ենք կտրատած սամիտ, խառնում ենք և դնում ենք մի կողմ։ Արդեն հասունացած խմորը բաժանում ենք 80 գրամանոց գնդերի, գնդում ենք և թողնում ենք 15 րոպե հանգստանա։ Ապա բացում ենք, դնում ենք միջուկը և ինչպես ցույց եմ տալիս փակում ենք։ Թողնում ենք ևս 15-ից 20 րոպե հանգստանա, վրան ձու ենք քսում, շաղ ենք տալիս քունջուտի սերմեր, թխում ենք 160 տակացված ջեռոցում 20-ից 25 րոպե։ Ըստ ճաշակի կարող եք պատրաստել տարբեր միջուկներով։ Այս խմորը շատ լավ է ստացվում, անպայման պահպանեք հոլովակը, որ դուք էլ պատրաստեք։